շատ հնարավոր են հեղափոխական զարգացումներ, թեժացման մի ալիք է սպասեք։ Դա պետք է անենք հունվարի վերջից մինչև մարտի սկիզբ ընկած միջակայքում բացարձակ թալանչի իշխանություն, հա, պարգևավճարի ամենակլորիկն է սիրում, քաղաքականավորների առատությունն է սիրում, ընդդիմության համար կենսական է, որ միջև ընտրական ցիկլի մեկնարկը որևէ քաղաքմարտարկյալ բանտում չլինի, քան հացադուլավորի չեն կարող սպասարկել, դա ֆորս մաժոր է։ Եթե Նիկոլ Փաշինյանը 2026-ին վերարտադրվի, բոլորս դառնալու են քաղաքականավոր, բոլորս։ Բարև ձեզ, դուք դիտում եք հարցեր կան հաղորդումը, մինչև մեր այսօրվա հյուրին ներկայացնելը հիշեցնեմ, դիտելով, տարածելով, մեկնաբանելով հաղորդումները դուք մեծ գործ եք կատարում, նպաստում եք հաղորդման զարգացման գործին։ Իսկ այսօր հարցեր կան դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Սուրենյանց, ձեր ասուլիսին դուք հայտարարեցիք, որ իրականում 26 թվականի այս տարվա խորհրդարանական ընտրությունները ոչ այնքան խորհրդարանական ընտրություններ են, որքան հանրաքվե հետևյալ հարցադրմամբ. արդյոք հայ ժողովուրդը կողմ է այսպես կոչված արևմտյան Ադրբեջանին, թե Հայաստանի Հանրապետությանը։ Եվ նաև նշում եք, որ այդ բենզինը, որը ներկրվում է Ադրբեջանից, այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի նախընտրական ընտրակաշառքն է հայ ժողովրդին։ Իհարկե ակնհայտ է, որ Ալիևին ձեռնտու է Նիկոլ Փաշինյանի վերարտադրվելը եւ դրա համար իրենք ջանքեր չեն խնայելու համատեղ, ինչը մենք արդեն տեսնում ենք, եւ նաեւ հասկանալի է, որ որքան մոտենա ընտրության օրը, այնքան այդ համատեղ ուրեմն ստրատեգիան առավել վառ եւ ամբողջական դրսեւորվելու է։ Հիմա, պարոն Սուրենյանց, ինչ է սրան հակադրում եւ հակադրելու ընդդիմությունը։ Իշխանության մասով ուղղակի միայն հավելեմ, որ իր հիմնական շահառուն ոչ միայն Բաքվում է, այլ նաև այդ Բրյուսելի լիբերալ գլոբալիստական այդ թևը, որը ոչ պակաս բոնուսներով է օժտում Նիկոլ Փաշինյանին, օրինակ այդ 15 միլիոն եվրոն դիմակայունության կամ այսպես կոչված հիբրիդային պատերազմի դեմ պայքարի նպատակով։ Չմոռանանք, որ ապրիլ թե մայիս ամսին նախատեսվում է շատ ներկայացուցչական հավաքի անցկացում Երևանում, որտեղ ըստ էության Փաշինյանին տրարշավին մասնակից են դառնալու Եվրամիության անդամ բոլոր երկրների ղեկավարները։ Սա կարևոր գործոններ են հասարակությունների համար, որոնք ընկճված են եւ շուտ հույսի նշաններ են փորձում ընտրել, այո։ Այդ ամեն ինչ այդ տրամաբանության մեջ է, չէ՞, բենզինը մի քիչ էժանացավ կամ մեր թույլ պետության ղեկավարը տեսեք ինձ ձյաձյաների հետ է հանդիպում, ձեռք սեղմում եւ այլն։ Ընդդիմությունը, գիտեք, շատ պարզ է պատկերը, արդեն շատ մոտ ենք ընտրական ցիկլին, ուղիղ 3 ամիս հետո մեկնարկելու է այդ ընտրական ցուցակների ներկայացման փուլը։ Այսինքն այդ նույնիսկ 5 ամիս մեզ չի մնացել։ Մեզ ըստ էության մնացել է 2-ից 3 ամիս, որpիսի արդեն պատրաստի քաղաքական թիմերով, քաղաքական մեր պրոդուկտով, ճանապարհային քարտեզով ներկայանանք հասարակության, իսկ ժամանակը սեղմում է, խեղդում է, ժողովրդական լեզվով ասած։ Այս պահին ինքնակնադաբար ընդդիմությունը շատ սեգմենտավորված թույլ վիճակում առայժմ ներկայանում, որովհետև համենայն դեպս ստատուս քվոն են, որը կոչվում է ապատիկ հասարակություն, որը Փաշինյանի հիմնական դաշնակիցն է։ Իսկ զուր ենք մենք դաշնակիցներ փնտրում Փաշինյանին այլ այդ սատելիտ ուժերի մեջ, եւ նրանցից որևէ մեկը դաշնակից չի Փաշինյանին, որտեվ չունի այդ պոտենցիալը։ Փաշինյանի դաշնակիցը ապատիկ հասարակությունն է։ Դա հատուկ նաեւ հակաեկեղեցական կամպանիայով ստացել է այդ հասարակությունը։ Այսինքն գլխավոր ինտրիգ ընտրությունների գալիս եմ դրան։ Ընտրողների մասնակցության թիվն է, ոչ թե նույնիսկ այս կամ այն բլոկի կուսակցության կոնսոլիդացիոն կենտրոնի ստացած տոկոսը։ Ահավասիկ ընդդիմադիր 3-4 ազդեցիկ կոնսոլիդացիոն կենտրոնների անելիքը պիտի լինի այնպիսի պրոդուկտ թե ձեր խոսույթ գեներացնել այս ամիսներին, որ հնարավորինս շատ ընտրողներ մասնակցեն ընտրական կամպանիային։ Այդտեղ նույնիսկ մասնագիտական հաշվարկ գոյություն ունի։ 53% էիք ասում։ Հա,
1,400,000 ընտրող, եթե մասնակցում ընտրություններին, իշխանության որևէ մոդել ռեպրեսիվ, վարչական, արտաքին միջամտություն ստեղ բերելով ըստ էության չի գործելու, որովհետև այդ բոլոր գործոններով Նիկոլ Փաշինյանը 600 քանի հազարից ավել քվե կոնսոլիդացնել չի կարող։ Դե համենայն դեպս պարոն Սուրենյանց, Ռումինիայի օրինակով կարող են չեղարկել ընտրության Իսկ այդ դեպքում, եթե դու ակտիվացրել ես հասարակությանը, շատ հնարավոր է հեղափոխական զարգացումներ։ Հիմա տեսեք, այստեղ մաքուր մոլդովական մոդել էլ չի կարող գործել, ես ուզում եմ հիասթափեցնել իշխանությանը, որպեսզի Հայաստանում մաքուր մոլդովական մոդել գործեր, պիտի մենք նախ ընդհանուր սահման ունենայինք Եվրոպայի հետ, Եվրամիության հետ կներեք, ինչը չունենք մենք։ Երկրորդը պիտի մի հատ մեր հարևանների մեջ այդ մոդելի կրող պետություն լիներ, որը մեզ կքաջալերեր, ասենք բանի Ռումինիայի օրինակ դեպքը Մոլդովայի պարագայում, հա, դե Ռումինիան ինքը դարձավ մոդել, հետո այդ կիրառեցին մի քիչ խմբագրված Մոլդովայում, չէ՞։ Եվ վերջապես Եվրամիության ազդեցությունը պետք չի գերականատել հայաստանյան կյանքում ամեն դեպքում։ Պարոն Սուրենյանց, ներողություն Բայց իհարկե կան ընդհանրություններ էլ։ Մոլդովայի օրինակով, տեսեք, այնտեղ հստակ էր սև ու սպիտակը, հա։ Պրո-արևմտյան ուժերը պայքարում էին ընդդեմ պրո-ռուսական ուժերի։ Հայաստանի պարագայում արդյոք դա այդպես է։ Հիշատակեցիք, որ Նիկոլ Փաշինյանը աջակցություն ունի Բրյուսելից, Ալիևից, Թուրքիայից, իսկ գուցե աջակցություն ունի նաև Ռուսաստանի Դաշնությունից, որովհետև երբ մենք դիտարկում ենք Սոլովյովի հայտարարությունը, դա ուղղակի բենզին է լցնում իշխանության քարոզչության մեքենայի։ Չացած մեքենայի մեջ։ Ուրեմն այդ հայտարարությունը եղկելի ու դատապարտելի է, անկախ նրանից, որ մայրաքաղաքից է, ինչու։ Սա մեկ։ Սա մեր ընդդիմության բոլոր սեգմենտների մոտեցումը սա պիտի լինի ու ըստ էության դա է։ Բայց իմ համար առնվազն տարակուսելի է, որ Ալիևի ու Էրդողանի թուքը անձրևի տեղ ընդունող մարդիկ Սոլովյովի պարագայում փորձեցին հիշել ինքնիշխանության մասին, հա, որտեղ հավասարապես կրկնում եմ, որտեղից նման հայտարարություն չէր, պիտի նախաձախնդորեն պաշտպանենք մեր ինքնիշխանությունը, չէ՞։ Բայց երրորդը մի մոռացեք Սոլովյովի բացարձակապես չպաշտպանելով այդ հայտարարությունը, արդեն ասեցի, նողկալի եղկելի հայտարարությունը, այնուամենայնիվ չմոռանանք ինչ համատեքստում հնչեցրել Սոլովյովի այդ հայտարարությունը։ Նա հնչեցրել է այդ հայտարարությունը Թրամփի ստեղծած նախադեպի հիմքով այդ Վենեսուելայի իրադարձությունների։ Ուրեմն բոլոր այն մարդիկ, որ ծափահարում են Հայաստանում Թրամփին, որովհետև դրանով նա ցույց է տվել իբրև թե իր ուժը, որպես Միացյալ Նահանգներ, իրավունք չունեն Սոլովյովին դատապարտել։ Բոլոր այն մարդիկ, որ արդարացնում են այն ինչ որ կատարվում է Իրանի շուրջ, իրավունք չունեն դատապարտել Սոլովյովին։ Դուք երկակի ստանդարտների մասին եք ակնարկում։ Բայց Ռուսաստանի դիրքորոշմանը գամ, որի մոտ հաստատուն համոզում է, համոզված եղեք, այստեղ ուղղակի փորձագիտական դիրքորոշում չեմ հայտնում, ես էլ տարբեր շահագրգիռ արտաքին գործընկերների հետ էլ շփում ունեմ, ընդ որում ռուսական կողմում էլ, արևմտյան կողմում էլ, եւ այդ շփումների արդյունքում իմ մոտ ինչ-որ համոզումներ են ձևավորում կամ մոտեցումներ։ Ռուսաստանը իհարկե գուցե դեմ չլինի Նիկոլ Փաշինյանի իշխանության հեռացմանը, բայց Ռուսաստանը ջանքեր չի գործադրելու այդ ուղղությամբ։ Այս ընդունենք որպես ջանքեր պիտի գործադրի Հայաստանի։ Այո, այսինքն մտածել ընդդիմության մի հատ սեգմենտ կա, դե արևմտյան տենց սեգմենտ էլ կա, բայց ընդդիմության մի հատ սեգմենտ կա, որ Ռուսաստանի զանգի է սպասում։ Նման չի լինելու։ Այսինքն այդ ձևով, որ արևմուտք Եվրամիության բյուրոկրատիան է նախանձախնդիր, որ Փաշինյանին պահի, այդ նախանձախնդրությունը Ռուսաստանի կողմից չի լինելու նրան փոխելու ուղղությամբ, շատ պարզ պատճառով։ Նախ Ռուսաստանի համար մենք հաստատ այս ընտրական ցիկլում առաջնահերթություն չենք լինելու, որտեղ ուկրաինական պատերազմում թեժացման մի ալիք է սպասեք։ Միշտ բանից լուսաբացից առաջ ամենախավարն է լինում։ Հիմա պետք է մի հատ էլ էսկալացիայի մի level էլ գրանցվի, նոր հետո
դիսբալանսը բերի ինչ-որ համաձայնության։ Այդ համընկնելու է մեր ընտրարշավի հետ, հետևաբար Ռուսաստանը ժամանակ էլ եւ ռեսուրս էլ չի ունենալու առանձնապես այս ընտրություններով շատ զբաղվելու։ Սա մեկ, երկրորդը կայսրությունները միշտ տակտիկական նահանջ են ունենում, որտեվ իրանք երբ ուզենան վերադառնան, բազմաթիվ լծակներ ունեն, ազդելու անկախ նրանից ով է իշխանություն։ Գալով ընդդիմության անելիքներին, դուք նշելով, որ Փաշինյանի թիվ 1 դաշնակիցը ապատիկ հասարակությունն է, ընդդիմությունը պիտի անի ամեն բան ապատիայից մեր հանրությանը դուրս բերելու համար, եւ սա իբրև թիվ 1 առաջադրանք եք ներկայացնում ընդդիմությանը։ Ընտրություններին մի քանի ամիս է մնացել, դուք էլ դրան անդրադարձաք, բայց ընդդիմության պարագայում այդ ժամանակը կարճ է, քաղաքական ժամանակ ընդդիմության համար միշտ ավելի կարճ է, քան իշխանության համար։ Որտեղ նա 5 տարի ռեժիմի մեջ է։ Այո, բայց անգամ այդ պայմաններում, երբ մենք դիտարկում ենք տեսանելի մակարդակում ընդդիմության եւ իշխանության պայքարի ոճը եւ մոտիվացիան, դրանք ամենևին համարժեք չեն։ Այսինքն իշխանությունը ունենալով շատ ավելի մեծ ռեսուրսներ, շատ ավելի երկար ժամանակ, շատ ավելի մոտիվացված եւ էգզիստենցիալ պայքարի տրամաբանությամբ է խաղում, քան ընդդիմությունը։ Ես ձեր հետ համաձայն եմ, ի վերջո ես երեք շատ երկար ինձ բռնացրել եմ մի հարցի վրա։ Կա ընդդիմության լիդերներից մեկը, որը մի քիչ ռացիոնալ շեշտադրումով այդ բառը տեսեք, չնայած այդ բառը ռացիոնալ չի կարող լինել ամեն դեպքում։ Մահապարտի հայացքով գրիտարկի առաջիկա ընտրական process-ը, որտեվ դիմացինը ճիշտ նույն հոգեբանական այցեքարտով է մտել ընտրական կամպանիա Նիկոլ Փաշինյանը։ Մավան եւ կյանքի խաչմերուկում է այս կամպանիային մոտենում եւ գերմոտիվացված է իշխանությունը պահպանելու հարցում։ Եթե ընդդիմության որևէ առաջնորդի մոտ այդ հատկանիշները չտեսնենք, տարբեր այդ գերմոտիվացիայի բանը շատ դժվար ալնելու է իշխանության դեմն առնելը կամ հասարակությանը քաջալերելը, որտեվ հասարակությունը ի վերջո առաջի դեմքի վարկագծային կանոնից ելնելով է, չէ՞, կոնսոլիդացվում, փողոց դուրս գալիս, պետք է հասարակությունը հասկանա, որ շարժումը կամ process առաջնորդող մարդը բանտից, աքսորից, հալածվելուց եւ այլն չի վախենում։ Պատրաստ է նույնիսկ դրան, միայն թե ասենք որակական փոփոխություն բերի։ Այս հարցը եթե կենտրոններից որևէ մեկը կոնսոլիդացիոն, մեկը երկուսը չկարողացան լուծել, շատ բարդ է լինելու Նիկոլ Փաշինյանի այս շատ բարդ մեքենայի բազմաշերտ մեքենայի դեմ պայքարելը, որտեվ իրականում հիբրիդային պատերազմ Հայաստանի հասարակության դեմ հենց Նիկոլ Փաշինյանի իշխանությունն է տանում։ Ես չգիտեմ, ես չեմ ուզում լավատեսության պատուհանը լրիվ փակենք, այնուամենայնիվ 2 ամիս ժամանակ կա, բայց քաղաքական հիմնական այդ 4, 3, 4, 5, հա, 3-ից 5 շատ ակտիվ դերակատար կա ընդդիմադիր դաշտում, բոլոր հարցումներն էլ իրանց մի փոքր ավելի կտրվածություն են ցույց տալիս մի հատ մնացած ուժերից, այդ կոնսոլիդացիոն կենտրոնների մասին եմ խոսում, իրենք իրենց վարքագիծը, խոսույթը, քաղաքական դիրքավորումը, խոսքը նաև իմ մասին է, էլի, որպես կոնսոլիդացիոն կենտրոններից մեկի հետ աֆիլիացվող սուբյեկտ, վերանայելու խնդիր ունենք։ Եթե դա չարեցինք, հասարակությունը ինչի մեր չարած տնային առաջադրանքի պարագայում պիտի իմ տված պրոդուկտին կամ խոսման հավատա։ Հասկանաք, կարող է իմ վերլուծությունը շատ խելոք համարեն, հետո ինչ։ Շնորհակալություն անկեղծության համար։ Չէ, ես հիմա եթե անկեղծ չլինենք, այդ մեր հիվանդությունն էլ չենք ախտորոշելու։ Բայց հիմա մենք այլևս ժամանակ չունենք։ Ինչ որ դուք հարցադրել եք շատ լեգիտիմ, արդեն շատ միջնաժամկետ հեռանկարին չի վերաբերում։ Դա պիտի անենք հունվարի վերջից մինչև մարտի սկիզբ ընկած այդ միջակայքում, եթե այդ բաց թողեցինք այդ պատուհանը, անդառնալի ալնելու հետևանք ընտրությունների, որովհետև հունիսի 7-ին հրաշք չի լինելու։ Դուք հարցադրում արեցիք մահապարտի տրամաբանությամբ պայքարի մասին, բայց շատ կարևոր մի բան, ես անհամբեր սպասում եմ տեսնելու ընդդիմությունը ինչպես է կարողանալու պարզագույն հարցերը դարձնել դրոշակ, ինչը ամբողջովին քաղաքականության տրամաբանության մեջ է,
Օրինակ, պարգևավճարների այդ գռեհիկ թվաբանության մասին է իմ հարցը, հսկայական միլիոններ, որ ուղղվել են իշխանականների համար իբրև պարգևավճար, այդ հարցը ոնց է ընդդիմությունը կարողանալու դրոշակ դարձնել։ Դուք շատ պատկերավոր եք նշել, ուրեմն թոշակառուի 16 տարվա թոշակը փաստորեն մի նախարարի մեկ անգամյա պարգևավճարի գումար է։ Սա ավելի զզվելի բան ես այլ բառ չեմ գտնում ասել, չկա այն հասարակությունում, որը հարկերի, վարկերի, սոցիալական անարդարության, ուրեմն իրականության տակ կեղեքվում է։ Հիմա կարողանալու է ընդդիմությունը այս դրոշակը բարձրացնել։ Դուք գիտեք ինչքան խորքային հարց եք տալիս։ Եթե Հայաստանում ընդդիմությունը կամ դրա հիմնական սեգմենտների մասին է խոսքը, էլի, այսպես կոչված էլիտար չլներ, էլիտարը ստեղ լրիվ բացասական իմաստով եմ օգտագործում իդեպ։ Էլիտարը ինչ է։ Էլիտար ընդդիմությունը կազմված է էլի բյուրոկրատիայից, որ այս պահին իշխանության լծակներից զրկված է, բայց հասարակության հետ կոմունիկացիայի արդյունավետ կանալներ չունի։ Հակառակ պարագայում ձեր ասած ազդակը հիմա նվեր էր ուղղակի ընդդիմության համար։ 3 շերտ կա, որոնք կարող են փոփոխություն առաջացնել որևէ երկրում, բայց հատկապես Հայաստանում։ Միջին խավ։ Միջին եւ փոքր բիզնեսն է, ավտոբուսով գործի գնացող էկոժողովուրդն է եւ ոչ նոմենկլատուրային մտավորականները։ Հիմա այս շերտերը կեղեքվում են, ձեր ասած պարգևավճարները դրա մասին են։ Կեղեքվել են 18-ից առաջ, կեղեքվում են հիմա։ Հիմա ավելի շատ են կեղեքվում, որտեվ հարկային քաղաքականությունը լրիվ Նիկոլ Փաշինյանի ճաշակով է։ Հետևաբար, բայց սա ինչ ընդդիմություն կարա անի։ Սա ընդդիմություն կարա անի, որը համարում է, որ ինքը այդ 3 խավերի շահերի տրանսլյատոր է։ Այդ էլիտարիզմը մեր ընդդիմությանը խանգարում է, բայց այդ թեման ես հույս ունեմ, որ առաջիկա 10-15 օրում քաղաքական կապիտալիզացիա ստանալու է, որտեվ այդ թեման այն ամենակարևոր ճյուղն է, որի վրա նստած է Նիկոլ Փաշինյանը։ Ինքը ինչով է կերակրել մեզ չէ, ժողովրդին։ Թալան։ Ասել է, ես կարող լավ դիվանագետ չէի, գնացի Ղարաբաղի գլուխը կերայես արեցի, հիմա հասկացել եմ բանման, բայց ես մարդ եմ, որը հատիկ թալանացը վերադարձնում եմ, բերում եմ տամ ձեզ։ Ասել է, ես օլիգարխների ներկայացուցիչ չեմ, ընդհակառակը, իրանցից բան խլող եմ, հանուն հասարակական բարեկեցության։ Հիմա բանից պարզվում է, ինքը եւ իր իշխանությունը բացարձակ թալանչի իշխանություն է, որի հռչակումները ոչ բան կապ չունեն իրականության հետ, որտեղ իրանք կեղեքող մի հատ համակարգ են ստեղծել, սա քաղաքական կոռուպցիայի դասական օրինակ է։ Երբ որ յուրայիններին վարձատրում ես, որ թիմը կոնսոլիդացված լինի, սա նշանակում է, որ ինքը այլևս հասարակական քվեի կարիքը պետք չունի։ Եվ մենք այս պարգևավճարի պատմությունը ուղիղ պատասխան է տալի առաջիկա ընտրությունների որակին։ Որտեվ եթե դու նոմենկլատուրայի կամ բյուրոկրատիայի վրա չես դնում հույսդ, այդ թքած ունես ինքը այդ աշխատավարձով ուզում աշխատի, թե ոչ։ Նվիրալների բանակ ես տեսականորեն հավաքում կամ համեր ժուժկալ կյանքին սովոր մարդկանց, նրանցով ես չէ կառավարում երկիրը։ Եվ դու շեշտը դնում ես օրինակ կենսաթոշակի բարձրացման վրա, օրինակ զարգացման ինչ-որ ծրագրեր իրականացնելու վրա։ Այս մարդը մեսիջ է տալի ամբողջ հայ ժողովրդին, նաև ընդդիմությանը, որ 2026-ի ընտրությունները կեղծելու եմ։ Եվ 2026-ի ընտրություններում իմ գլխավոր հենարանը ոչ թե հասարակության խմբերն են լինելու, այլ բյուրոկրատիան։ Դրա համար տենց առատաձեռն իրեն վարձատրում եմ։ Հիմա Եվ ուժայինները։ Հիմա մենք պետքա սոցիալականացնենք մեր օրակարգը։ Այսինքն ընդդիմությունը, կարծեմ մեր նախավերջին հաղորդման մասին էլ այս թեմայով ենք խոսում, սոցիալականացնել է պետք ընդդիմությունը, այսինքն ընդդիմության խոսույթում, օրակարգում պիտի շատ մեծ դեր խաղա շարքային մարդի իր միկրոսոցիալական միջավայրով, իր խնդիրները, պիտի մարդկանց հասցի, որ դուք կեղեքվում եք ուղղակի, դուք կեղեքվում եք, ձեզ թալանում են, որտեղ սա այլ խոսք քան թալանը դժվար է կոչել։ Եթե այդ ընդդիմության
մոտ սոցիալական բլոկի առկայությունն էլ թույլ է տալու, որ հասարակական լայն կոնսոլիդացիա տեղի ունենա, որովհետև տեսեք, ինչքան էլ մեր սիրտը ցավ է Արցախի համար, եթե ես Արցախի кейսով գնամ ընտրարշավի, իմ խոսույթը հազիվ թե ինչ-որ մարդու հետաքրքրի, ինչքան էլ սովորական մարդը Արցախի համար ցավ է, ինքը վստահ գիտի, որ Արցախի ես չեմ կարող հետ բերել։ Պարոն Սուրենյանց, ընդդիմության պայքարի որակի մասին երբ խոսում ենք եւ հնարավորությունների, չենք կարող չանդրադառնալ քաղբանտարկյալների խնդրին, դուք այդ իմաստով հարուստ փորձառություն ունեք, ինքներդ էլ եղել եք քաղբանտարկյալ եւ նաեւ հացադուլ եք հայտարարել։ Այս օրերին հացադուլ է հայտարարել Նարեկ Սամսոնյանը, որ արդեն Վազգեն Սաղաթելյանի հետ նույն գործով որքան ժամանակ է կալանավորված։ 2 ամիս 3 օր։ Եվ Նարեկ Սամսոնյանը հացադուլ է նաև հայտարարել, եւ երբ հիշեցրել եք ձեր օրինակի մասին, պատմել եք, որ այն տարիներին դուք իբրև քաղբանտարկյալ գործոն էիք, եւ ձեր հացադուլն էլ գործոն էր, որովհետեւ ձեզ անընդհատ այցելում էին դեսպաններ, Ազատություն ռադիոկայան անընդհատ ձեր մասին ռեպորտաժներ էր պատրաստում եւ ի վերջո այդ գործիքակազմի կիրառմամբ ազդեցություն ունեցաք process-ին եւ նաեւ այդ ժամանակվա իշխանական падգամավորներ էլ ձեզ համար ստորագրահավաք կազմակերպեցին եւ ի վերջո խափանման միջոցը փոխվեց։ Ասում եք, որ դուք այն ժամանակ ավելի կոմֆորտ միջավայրում եւ քաղաքական առումով հացադուլ արել։ Այսօր երբ նայում ենք Վազգեն Սաղաթելյանի եւ Նարեկ Սամսոնյանի աջակցության ուրեմն հավաք է անցկացվում, ակցիա է անցկացվում եւ այդ ակցիային մասնակցում են փոքր շրջանակի մարդիկ։ Իմ քաղբանտարկյալը քո քաղբանտարկյալը չէ կամ քո քաղբանտարկյալը իմ քաղբանտարկյալը չէ, սկզբունքն է, եթե ես սխալվում եմ, խնդրում եմ ուղղել։ Տեսեք, իմ ու Նարեկի հացադուլի ընդհանրությունը թերևս անհրապույր խուցով սահմանափակվում է։ Երկուսից խուցն էլ խիստ անհրապույր բան ա եղել եւ երկուսը էլ ի վերջո իշխանությունների ձեռքին քաղաքական պատանդ են եղել, այդքանով սահմանափակվում է։ Մնացած առումներով իհարկե քաղաքական կոմֆորտ կար իմ հացադուլի պարագայում, մի շարք գործոններ կային, նախ ակտիվ փողոց կար։ Այդ ժամանակ դու այդ փողոցի սպիկերն ես դառնում եւ քո ցանկացած ուղերձ բանտից անդրադարձվում է եւ դու բումերանգի էֆեկտով նոր լիցք ես ստանում եւ ուժեղացնում է քո խոսույթն էլ, քո օրակարգ ձևավորելու պոտենցիալն էլ, սա մեկ։ Երկրորդը կար ահռելի իշխանության միջազգային ճնշում իշխանության վրա, ահռելի։ ԵԽԽՎ զեկուցողներ կային, իրանք շատ օպերատիվ, ցանկացած քաղաքականավորի հարց էին բարձրացնում եւ այլն, իշխանության վրա ճնշում էին կատարում եւ այլն։ Երրորդը կար շատ կազմակերպված ընդդիմադիր բուրգ, ասենք իդեմս համաժողովրդական շարժման, որ հետո ՀԱԿ դարձավ, որը հետամուտ էր իր ցանկացած կալանավորի ազատ արձակման հարցում։ Շատ համակարգված աշխատանք էր տարվում, որտեղ հետո ես դուրս գալուց հետո մյուսների համար պայքարել եմ, չէ։ Չորրորդը շատ կարևոր բան կա, քաղաքականավորների ներսում այն ժամանակ էլի մի քանի տասնյակ են, նույնիսկ այսօրվանից մի քիչ շատ, դե պարզ է, որտեղ մարտի 1-ի հարյունալի իրադարձություններ էին եղել, մասշտաբը շատ մեծ էր, հիմա չեղած տեղն են քաղաքականավորներ հայտնվում, եղող իրադարձություններ եղել։ Գիտեք, իմ հացադուլի քաղաքական հաջողության մյուս կարևոր գրավականներն էր, որ շղթայական ռեակցիա հացադուլը առաջացրեց, այսինքն ամեն օր որևէ ԿԿ-ում նստած քաղաքականավոր մարտի 1-ի գործով միանում էր այդ հացադուլին։ Եվ ընդամենը մի քանի օր հետո Հայաստանի քրեակատարողական 2-3 հիմնարկ դարձան ընդվզման օջախ։ Պարալիզացվել էր քրեակատարողական ծառայության աշխատանքը, որտեղ այդքան հացադուլավորի չեն կարող սպասարկել, դա ֆորս մաժոր է։ Դա բերում էր նաև պետական իշխանության նյարդերը տեղի էին տալիս եւ այլն, մի կողմից միջազգային ճնշում, մի կողմից ազատության օջախներ այն տեղում, որտեղ մարդիկ դե անազատ լինեն, մյուս կողմից ակտիվ փողոց։ Եվ վերջապես իշխանությունը իդեալականը չէր էլի վատներ, այլապես քաղաքականավորներ չէին լինի, բայց իշխանությունը երկխոսելու ցանկություն ուներ։ Իշխանությունը ընդդիմության հետ երկխոսելու ցանկություն ուներ։
Եվ ընդամենը իշխանությունն ու ընդդիմությունը այդ փուլում վիճում էին, ում օրակարգով պիտի նստեն բանակցելու։ Բայց իշխանությունը ուզում է կալանավորների բեռից ազատվի ինչքան հնարավոր է շուտ, բայց չէր ուզում դա որպես զիջում ընկալվի։ Ընդդիմությունն էլ չէր ուզում, որ քաղաքականավորների գործոնը իր դեմ օգտագործվի որպես առևտրի էլեմենտ, ընդամենը վեճը սրա շուրջ էր։ Եվ այս բոլոր գործոնների համադրումը բերեց նրան, որ այդ հացադուլը էֆեկտիվ եղավ։ Այդ հացադուլի շնորհիվ, որ արդեն մենակ իմը չէր, որտեղ բազմաթիվ ընկերներ էին միացել, Հյուսիսային պողոտայում էլ կարծեմ մեր ընկերները դրսում գտնվող իրենք էին միացել, եթե հիշողությունը չի դավաճանում։ Սա բերեց նրան, որ սկսեցին փուլ առ փուլ քաղաքականավորները բանտից ազատ արձակվել, մնաց մի փոքր խումբ, եթե 7-ի խումբ էր, եթե հիշում եք, այդ կազմակերպիչների էլի այսպես կոչված, բայց իրանք էլ համաներումով վերջո դուրս եկան։ Այսինքն ուզում եմ ասեմ, վիճակը լրիվ այլ է։ Այն դիտարկումը, որ անում եք այսօրվա պատկերի վերաբերյալ, ցավոք սրտի ճիշտ է։ Ցավոք սրտի ճիշտ է։ Հիմա սա հումանիստական խնդիր չի միայն։ Առաջին հերթին հումանիստական խնդիր է, որտեվ չարած հանցանքի համար մարդը չպիտի ազատազրկվի։ Բայց նա մաքուր քաղաքական խնդիր է այս մարդկանց ազատության հարցը, որովհետև եթե մենք ընտրություններից առաջ ունեցանք քաղաքականավորներ, մրցակցային ընտրությունների մասին մոռացեք։ Եթե քեզնից պատանդ են վերցրել, դու չես կարող գնալ մրցակցային հիմունքներով պատանդառուի հետ մասնակցես ընտրության։ Հնարավոր չէ, լինում է, որ դու շախմատ ես խաղում, ինքը շաշկի է խաղում կամ այդպիսի ավելի վատ խաղ։ Այսինքն ընդդիմության համար կենսական է, որ միջև ընտրական ցիկլի մեկնարկը որևէ քաղաքբանտարկյալ բանտում չլինի։ Տեսեք, եթե մարդը մտածում, ասում է, եթե սովորական շարքային հայ մարդը մտածում, ասում է, եթե Սամվել Կարապետյանը, որի կարողությունները Հայաստանի բյուջեի չափ են տարեկան, մի արտահայտություն հանելու համար առնվազն այս պահին տնային կալանքում այվ խոսելու իրավունքն էլ սահմանափակված է, շոր բան խոսելու։ Ասում է, ես վաղը եթե գնացի Սուրենյանցի հանրահավաքին նախընտրական մասնակցեցի, առնվազն զրկվելու եմ գործից։ Իրավունք ունի մտածելու։ Իրավունք ունի։ Նույնը եպիսկոպոսների, արքեպիսկոպոսների մասով ազատազրկված կամ լրագրողների, պոդքասթ վարողների մասով։ Հետևաբար, եթե ընդդիմությունը օրինական ընտրություններ է ուզում, գլխավոր մի բան պետք է արվի, ես փորձելու ենք երրորդ 10-օրյակում այս ամսվա մի հատ նախաձեռնություն անել որպես կուսակցություն, պետք է համակարգող մարմին ստեղծի, հնարավորինս լայն քաղաքական եւ իրավապաշտպան բաղադրիչով, որի նպատակը պետք է լինի միայն քաղաքականավորներին ազատ արձակել։ Հա, միասնական ցուցակով ընդդիմություն գնալ ուտոպիա է, բայց միասնական ճակատով ռեպրեսիաների դեմ պայքարելը կարծում եմ ոչ միայն իրատեսական, այլ իմպերատիվ անհրաժեշտություն է։ Եվ բոլորի շահերից Իհարկե, որովհետև այդ բանը գալու է կպտի բոլորիս։ Եթե Նիկոլ Փաշինյանը 2026-ին վեր արտադրվի, բոլորս դառնալու են քաղաքականավոր, բոլորս։ Նիկոլ Փաշինյանը ընդհանրապես բանը պրովինցիալ անհագության, չտեսության բնավորություն ամեն ինչի շատ նա սիրում։ Ինչպես տեսակ Պարքևավճարի ամենակլորիկն է սիրում, քաղաքականավորների առատությունն է սիրում, դրսում շողոքորթելու առատությունն է սիրում, ներսում դաժանության առատությունն է սիրում, շատ լինելն է սիրում, հետևաբար որևէ մեկը թող չկարծի, որ իրան շրջանցելու է այս բանը, նա հիմա ակտիվ ընդդիմադիրների հետևից անգած, հետո հասնելու է հասարակության կամ ընդդիմադիր շերտերի այն հատվածներին, որոնք ոչ թե ակտիվ ընդդիմադիր են, այլ չեն կիսում ընդամենը իր դիրքորոշումը, զուսպ չեն կիսում, նրանց էլ է հասնելու, որովհետև ինքը պիտի ամենքին և ամեն ինչ վերահսկի, իր ստեղծած այս մոդելը համակարգը, ինչա ուզում հակահատոր ստեղծի։ Վերահսկելու համար Ամեն ինչը վերահսկելու նպատակով, իր վերահսկողությունից դուրս։ Ինքը դրա համար, իդեպ ես ասում եմ այդ բաներից չէ, ընդդիմությունը մեկ-մեկ ոգևորվում, այս պատարակի, այս պսևդո պատարակին Նիկոլի քիչ մարդ եկավ են մեկին, այս երթին քիչ մարդ երև, փոխանակ դարդ ու ցավներս լինի են, որ Երևանի կենտրոնը ասպատակվում է,
Արդեն ասպատակության փաստը պիտի մերժելի ու դատապարտելի լինի, ոչ թե իրանց քանակը։ Հասկանում եք, քանակի վրա Նիկոլ Փաշինյանը չի խաղում։ Հələ նայեք, մենք ուր ենք հասել, զրոյական արդյունքով, ու նայեք ինքը ինչ արդյունքի հասել, հենց նույն Ես դա հակաեկեղեցական։ տեսնում եմ, պարոն Սուրենյանց, մնում է, որ ընդդիմադիր Ես գործիչները ասում եմ, տեսնեն։ եթե քաղաքականավորների ազատության հարցում, դա ամենակարևոր հարցն է մինչելուց ձեր, այդ հարցը ամենակարևոր հարցն է, որովհետև այդ եւ հումանիստական հարց է, եւ քաղաքական հարց է, եւ քաղաքական կյանքը մոդելավորելու հարց է։ Եթե այդ հարցը չենք լուծում կամ այդ հարցում միասնական չենք լինում, ընտրությունները ֆորմալիստական միջոցառում են դառնում, այդպիսի ընտրություններ դուք որպես պրոֆեսիոնալ լրագրող միշտ տեսել եք Կենտրոնական Ասիայում, Ադրբեջանում, դրանց ընթացքը ձեզ հետաքրքիրել չի, որովհետև Արդյունքը պարզ է։ քաղաքականավորներ կան, դուք գիտեք ընդեր ինչ անելու։ Շնորհակալություն, պարոն Սուրենյանց, այս կարևոր հարցադրմամբ էլ ավարտենք հաղորդումը։ Շնորհակալ եմ։